Բարդես օրանորությունները ներկայացնում հորիզոն լրատվականը հունիսի 4-ն է չորեքշաբթի։ Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման առնչվող հումանիտար հարցերին։ Այդ մասին տեղեկացնում են ազգային անվտանգության ծառայությունից։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Բաքվի զինվորական դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը։ Երեկ կայացած դատական նիստում ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուբեն Վարդանյանը դատարանին խնդրել է քրեական գործով մեղադրական եզրակացության պատճենը տրամադրել իր ընտանիքին։ Նրա փաստաբան Ավրահամ Բերվանը պաշտպանել է այդ դիրքորոշումը։ Գլխավոր դատախազի ավագ օգնականը մեկնաբանելով միջնորդությունը նշել է, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քրեական հետապնդման ընթացքում նախնական քննության տեղեկությունները, այդ թվում քրեական գործի նյութերը և մեղադրական եզրակացության մեջ նշված տեղեկությունները քննչական գաղտնիք են և ընդգծել է, թե քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ նշում է այն անձանց ցանկը, որոնց կարող է հանձնվել մեղադրական եզրակացությունը և դրա պատճենը, և որ մեղադրյալների ընտանիքի անդամները չեն ներառվում այդ ցանկում։ Ըստ այդմ դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։ Ռուբեն Վարդանյանը բողոք է ներկայացրել նաև դատավորների կազմի դեմ, քանի որ իր ընտանիքի անդամների մեղադրական եզրակացությունը չի ուղարկվել։ Բացի դրանից նախորդ դատավարություններում նրա միջնորդությունները չեն բավարարվել։ Դատավորների կազմի դեմ միջնորդությունը դատարան առանց քննության է թողել։ Դատական նիստը նշանակվել է հունիսի 10-ին։ Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Ելույթ է ունեցել վարչապետ Փաշինյանը։ Պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն և կարևորագույն խնդիր եմ համարում բյուջեի էության, այս էության ըմբռնումը ոչ միայն կառավարության անդամների և ազգային ժողովի պատգամավորների, այլև ողջ հանրության համար։ Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել և դարձնել բովանդակային տեքստ և բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Այս թիվը արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ, խոսքը բոլոր, առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է։ 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասը աշխատել է։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782,832 աշխատատեղ, որը 192,613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Այս տարվա ապրիլին, սակայն, արդեն գրանցվել է աշխատավարձերով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 783,547, որը 2018 թվականի ապրիլի նկատմամբ ավել է 242,119-ով կամ 44,7%-ով։ Այսինքն այս պահին արդեն լիարժեք ամփոփված մեր վերջին տվյալն է սա, մայիսի տվյալները դեռ ամփոփված չեն։ Այսինքն 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ։ Ընդ որում աշխատավարձով ապահովված և կարևոր եմ համարում
ասել, որ ես գիտեմ, որ շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների վերաբերյալ, բայց այս վիճակագրությունը ավելի քան վստահելի է, ինչու, որովհետև այս աշխատատեղերը կոնկրետ մարդկանցով, անուն ազգանուններով, վճարված աշխատավարձերով եւ աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկով ապացուցելի է, այսինքն այս մի թիվը, որը չի կարող ընդհանրապես որևէ առարկության տրվել։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ, 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%, 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25%։ Սա թերևս հարցի պատասխանն է, կամ կարող է մեզ օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ, որտեղ մամուլում, սոցիալական ցանցերում, քաղաքական հարթակներում այս հարցը հնչում է, թե մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, թե ավելի վատ 2018 թվականի համեմատ։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Այսինքն իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Սա իհարկե չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից։ Նախ այս ասածս վերաբերվում է աշխատող մարդկանց, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մենք մեզ տեսանելի աշխատող մարդկանց թիվը էականորեն ավելացել է։ Երկրորդն էլ մարդիկ ինչու կարող են գոհ չլինել իրենց կյանքից։ Մի շատ պարզ, հասկանալի եւ լեգիտիմ պատճառով, որովհետեւ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել եւ ուզում են ավելի լավ ապրել ինչու, որովհետեւ տեսնում են, այսօրվա Հայաստանում տեսնում են, որ ավելի լավ ապրելը հնարավոր է։ Ավելի լավ ապրելը հնարավոր է, այսինքն այս էլ է շատ կարևոր հանգամանք, որովհետև մարդիկ կարող են տեսնել, որ ավելի լավ ապրելը հնարավոր չի, համաձայն այն ասացվածքի, որ մի քիչ էլ կվատանա ու տենց էլ կմնա։ Փաստորեն հիմա այս տրամաբանությունը որոշակի փոփոխություն է կրել, մարդիկ չեն ուզում, որ մի քիչ վատանա ու տենց մնա, այս մեր թվաբանությունը ապացուցելու ցույց է տալիս, որ լավացել է, բայց եւ քաղաքացիները, եւ կառավարությունը, եւ ազգային ժողովի մեծամասնությունը առավել եւս լեգիտիմ կերպով համարում են, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից։ Գիշեր Ռուսաստանը դրոններով խոշոր հարվածներ է հասցրել Խարկովին, Օդեսային եւ Սումիին։ Իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում մնում է թեժ, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն էլ հիասթափված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքից։ Անիրագործելի կետերի պայմաններում Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցների է պատրաստում, որի մասին էլ հայտնել է Միացյալ Նահանգների նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը։ Կարևոր զարգացումներ ներկայացնենք միջազգային լրահոսում։ Գիշերը ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների համակցված հարված են հասցրել Խարկովի եւ Արվարձանների վրա։ Գրանցվել է 4 հրդեհ, հայտնի է 1 զոհի մասին։ Օդեսայում անօդաչու թռչող սարքերի նոր հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում բնակելի շենքեր։ Անցած գիշեր Ռուսաստանը 12 անօդաչու թռչող սարքով հարվածել է նաև Սումիի մարզում գտնվող էթանոլի գործարանին։ Ռուսական բանակը որևէ մեկնաբանություն չի տվել հարվածի վերաբերյալ։ Երեկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իր գործակալները ականապատել են Ղրիմի կամրջի հենարանները եւ գործի են դրել պայթուցիկ սարքեր։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չեն եղել։ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ժամանել է Փենյան, որտեղ կհանդիպի Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Սա Շոյգուի երկրորդ այցն է վերջին մի քանի ամիսների ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի որոշակի կետերի իրականացումը, ինչպես նաեւ Կուրսկի մարզի ազատագրմանը նպաստած կորեացի զինծառայողների հիշատակի հավերժացումը։ Բացի այդ, Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը եւ միջազգային օրակարգի այլ հարցեր։ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները երկար ժամկետով չեն ձգվի։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Նրա խոսքով նախագահ Դոնալդ Թրամփին եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոին անհրաժեշտ են արդյունքներ եւ ժամկետներ։ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ եթե բանակցություններում հաջողվում է առաջընթացի հասնել, ապա ամեն ինչ առաջ է շարժվում եւ իրավիճակը կարող է իսկապես փոխվել։ ԱՄՆ նախագահը հիասթափված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքից եւ վերջին օրերին ավելի ու ավելի է հեռանում հակամարտության թեմայից։ Իր խոսքում նշել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Ռուսաստանի կողմից կարգավորման վերաբերյալ հուշագրում ներառված են անիրագործելի կետեր, իր հերթին հայտնել է ABC News-ը։ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներ են պատրաստվել։ ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանոտ Քիթ Քելոգը վստահություն է հայտնել այս հարցում, հայտնել է Fox News-ը։ Քելոգն ասել է, որ շաբաթվա վերջին խոսել է Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմի հետ եւ կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքը Գրեհեմը պատրաստ է հրապարակել։ Նա հավելել է, որ դրանք բավականին ծանր են։ Օրինագիծը նախաձեռնել է Գրեհեմը եւ սենատոր Ռիչարդ Բլումենտալը։ Այն նախատեսում է 500% մաքսատուրք սահմանել այն երկրների ապրանքների վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ներմուծվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի 25-ից 50%-ի բարձրացումը։ Սպիտակ տունը հունիսի 3-ին հայտնել է, որ Թրամփը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Փաստաթղթում նշվում է, որ մաքսատուրքերը չեն գործի Մեծ Բրիտանիայի համար Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջև մայիսի 8-ին կնքված բարգավաճման համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Նոր սակագները ուժի մեջ են մտել այսօր։ Լաղալաչյան, Հորիզոն։ Դատարանը մերժել է լրագրող Լիլիթ Աղիկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը, այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Երեկ երեկոյան Շիրակի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է Լիլիթ Աղիկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի ներկայացրած միջնորդության քննությունը։ Շուրջ 4 ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը, հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների եւ իրավական հիմնավորումների անբավարար լինելը։ Դատարանի որոշմամբ Լիլիթ Աղիկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է եւ հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին, հայտնել է Փոստանջյանը։ Հայաստանում արձանագրվել է արևմտյան Նեղոսի տենթ հիվանդության լաբորատոր հաստատված մեկ դեպք։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է։ Մարդուց մարդուն բարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման եւ տարածման համար բարենպաստ պայմաններով։ Բարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում։ Կլինիկական ախտանշանները գլխացավ, մկանացավ, ցան, հոդացավ, գլխապտույտն է, իսկ ծանր դեպքերում մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաեւ կենտրոնական կամ ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման նշաններն են։ Գյումրիում փողոցաշինական ծրագրերը ներկայացում սահմանափակվում են հիմնականում ընթացիկ փոսային նորոգումներով կամ խճապատում հարթեցումներով։ Նոր սուբվենցիոն ծրագրեր քաղաքը դեռ չունի, մի քանի փողոցներում նոր սկսված ասֆալտապատումներն անցած տարվանից անավարտ թողած սուբվենցիոն ծրագրերն են։ Անանցանելի եւ ավելի վատ վիճակում գտնվող փողոցը Շիրակացին է, որի հիմնանորոգման ծրագրի շինարարական մրցույթի արդյունքները հայտնի են։ Կապիտալ ասֆալտապատման ծրագիրը վերաբերում է փողոցի 1.5 կիլոմետրին։ Տեսարանը վիճակ է Շիրակացի փողոցից եւ այն 1.5 կիլոմետր երկարության հատվածն է, որը հիմնանորոգվելու ճամփին է, բայց մինչև գործը դրան հասնի, մեկ անգամ էլ, հնարավոր է մի քանի անգամ էլ քաղաքի կոմունալի աշխատողները խորը գնացող փոսերում խոշոր չափերի խիճ լցնեն։ Այսօր նորից ու մեկ ամսվա մեջ արդեն 3-րդ անգամ Շիրակացի փողոցի փոսերն էին խճով փակում։
Հատկապես տաքսիների վարորդները օրական թե քանի անգամ են անցնում Շիրակացիով հաշիվել չունեն։ Շիբինով փակվող հետո մի քանի օրից էլի բացվող փոսերում շարժիչ էլ, անվադող էլ չի դիմանում։ Մի փոսը մտապահում են, երկրորդը շրջանցում, իսկ երրորդն ու չորրորդը վերջին պահին տեսնում, երբ արդեն հայտնվել են դրանցում։ Երկու չնկատած փոսը մեկ թուլացած շարժիչ է, պլյուս մեկ այց մեխանիկի մոտ։ Բացարձակ պոլիգոնով իջնել չես կարող։ Ահա որ վիճակի։ Ինչ։ Ավտորից կես ժամը մեկ, երկու ժամ մեկ ամորտիզատորը փոխենք։ Ինչ։ Քսեն տեխաս մետր չեք մուզեքը դու կանեք, բան չենք մուզե, ապա չեք մուզեքը դու կանեք, մենք կմուզենք, մենք չի փողոսը չեն սարքի։ Դիք հեչ եղանակ չի փոխի, որովհետև դիք միջից դուրս կգա։ Նադը մանձր է կա կամ ուրիշ մի բանում կենի, կալոսներն է մետնել ելնելուց էլի խոսելից դուրս կգա։ Ապրել եմ բուլվարային թաղամասում, այս Կատի Գորձյանից մինչև այդ բուլվարային թաղամասը հիշում եմ աշխատել եմ դպրոցում 15, քայլելով մինչև գնալ ավազի մեջ կկորեինք։ Առավոտ Շիբինով բեռնված ծանր մեքենան մարդիկ դիմավորում են նույն փողոցում։ Կոմունալի բրիգադը փոսերը հարթեցնում է, բայց հրաշք կտևում է մի երկու օր, հատկապես ծանրաքաշ բեռնատարների տակ։ Ժամանակավոր լուծումը ավելի վտանգավոր է։ Քարահատիկները անիվների տակից պոկվում ու հարվածում են մայթերին։ Դե պես այ աշկորտուս։ Մենակ հողը մնաց։ Օրինակ ստեղով թեթև ասֆալտն է, ոչ թե շիբյոն կար, ասֆալտ շատ էլ լավ է, ինչ է։ Դասներ կարգադամներ եղել է։ Ладно, դե լրիվ կերել նոր երած է։ Դա իզնի անցյալ տարի երեցին նորից էլի բացվել է։ Սուբվենցիայով մետր, գծամետր ասֆալտապատված երկրորդային փողոցներում վիճակն ավելի լավ է։ Մի քիչ որակի ու ավելի շատ երթևեկությամբ ծանրաբեռնված չլինելու հաշվին են պահված մնացել։ Կենտրոնական ու բանուկ փողոցների մեծ մասում, որ վերջին մի քանի տարում ասֆալտապատվել են, այժմ փոսային նորոգումներ են։ Գյումրեցիներն այս ընթացիկ աշխատանքներին փողոցների կարկատան են ասում։ Կարգադան ինչ մեղցի։ Կարի մեքենա դնեն, թող կարեն փողոցները, ինչ է։ Այս տարվա 2025-ի համար դեռ սուբվենցիայով փողոցաշինական ծրագիր Գյումրին չունի, նոր են հայտ ներկայացրել կառավարությանը։ Այն, ինչ արվում է երկրորդային 7 փողոցներում անցած տարիների սուբվենցիաներով անավարտ մնացած աշխատանքներ են, որի համար մոտ 1,476,000 դրամ է հատկացված։ Փոսային ընթացիկ նորոգումներով գոնե վերջին 30 եւ ավելի տարիներին փողոցների շահագործման երկարակեցությունն են ապահովում, մինչև որևէ փողոցի բախտը բերի ընդգրկվել հիմնանորոգման ծրագրերում, ինչպես որ վերջապես եղավ Շիրակացի փողոցի համար։ Միջպետական նշանակության փողոցի շին մրցույթն ամփոփվել է մայիսի 16-ին, հայտնի է հաղթող շին կազմակերպությունը։ Այս փողոցի հիմնանորոգումն էլ իրականացնելու է Մերձ Մոսկովյան շին ընկերությունը։ 10 նորից սպասվում է, որ շինարարն իր տեխնիկայով կմտնի Շիրակացի փողոց։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լավս այսքանով սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։